Պարույր Հայրիկյան, ես ինչ առուծի կատ ես խմես, որտեղից ես հել է, վերադարձել ես, պոլիտիկա ես մտնում, դու այդքան կաս, դու հիշում ես, որ դու Գորիսի պարետն էիր, ու ինչ է իրանում ընդեղ ինչ կատարվեց, կեզ խիհանին ռադարին, հիշում ես, ես ինչ թազա մտել ես պոլիտիկա, սենց բաներ ես փորձում անել, Զորի Բալայան ես տռցնում կներեք բարիս համար, Յորջան, մեր ջոկատից տղակար, Տիգրան, ինքը մինչև մեր կա, առողջ, պարկասու, մեզանից տարիքով մեծ էր, ինքը Աֆգանիստանում ծառայած էր, դե քանի որ Ղարաբաղի սկզբի վախներն էր պատերազմի, մեկը ռազմական փորձով ջոկատում կա Աֆգանիստան ծառայած, ինքը մեր համար ավտորիտետ էր, Տիգրանը ինչ ասում էր, դի տենց էր, լսում ենք իրան, անգամ իրա նման խելքով տղեն, քեզ հավատում էր ժամանակին, հիասթափացրել ես բոլորին, դարել ես չուլ, միաչուլ, այ KGB-ի ագենտ, դատի կտաս ինձ, չեմ կարող ապացուցեմ ես բարեր ես, դու ապացուցի, որ KGB-ի ագենտ չես, դու ինքդ ապացուցի դա, նադայլ արի, կարա ինչ տրուպկա հելավ, Վազգետ Մանուկյան, Պարույր Հայրիկյան, եսի ինչ, միանում ենք սրանց, միանում ենք նրանց, դուք ով եք արա, ինչը կարացակ անեք, դուք արիք արդեն, գնացեք, լավա Խաչիկ Ստամբուլցյանը չի էլ միատել, ստեղներս եք ասե արդեն, լավ ժողորջան, անցնենք թեմաներին ես սրան լավ վրադանենք, Հայրիկյան ես կում ասին լիքը բան կասեմ, սսկվի տեղդ նստի, ես վերջի էֆիրից հետո իմ մասին գրեցին, իհարկե վատը, դաշնակները, ադրբեջանցիք ու քոչերանականները, այն ֆեյք ակաունտներով մտնում հայոյի էլ բան, նայեցի մի հատեղ գցել էին իրանց հարթակներում, 27 հոգի էր վատ բան գրել, ուրեմն 27-ից երկուսը Բաքվից են, մեկը Մոսկվայից է, մնացածը սաղ որտեղից, Ստիպանակերտ, բայց գորը ինչ վատ բան ասե, Այդ նեղացել եք, որ գորը ասում է չպետի գրպեք, գորը ասել է ու կրկնում է, չպետի գրպեք, փողս տվեք ես քինամ, չի ստացվի, ու ես մենակ իմ կարծիքը չեմ ասում, հլը մի հատ Հայաստանում քայլեք, ժողովրդին հարցրեք, արա, դուք այնքան անշնորհակալ եք, որ այդքան օգնություն ես Արցախին ուղարկեցի, ես Արցախի համար կռվեցի, եւ այլը, դուք ուտում եք հիմա ինձ, եթե դուք Լևոն Հայրապետյան նման մարդուն կերաք, ով եմ ես, որ ինձ շուտեք, նորմալ Արցախցու ցավը տանեմ ես, այն Արցախցին, ով եկել է Հայաստանի Հանրապետություն, ու ասում է, սա իմ հայրենիքն է, քաղաքացիություն է վերցրել, աշխատանք է ման գալիս, ու ասում է շնորհակալություն, Հայաստան ջան, իմ Հայաստան, այդ Արցախցու ցավը ես տանեմ, բայց սենց միած ստատիստիկա ժողորջան, ուրեմն 120-ից 110 հազար Արցախից տեղափոխվեցին Հայաստան, մարդիկ, չէ, գաղթեր, 8,000 մարդ է վերցրել Հայաստանի քաղաքացիություն, 100,000-ից ավել չի վերցրել, 10%-ից պակաս է վերցրել Հայաստանի քաղաքացիություն, ուզում եք չեք վերցնում քաղաքացիությունը, որ գնաք սպասիբը Ռասիայի, Ռուսաստան, էլի խղճալով ասեք, մենք մեղք ենք մեզի բան տվեք, տանելու են, Ուկրաինային տանելու ձեզ, ունդը ոչ մի լավ բան ձեզ չի ստացում, ոնց Հայաստանն է ձեզ հանդիպեն, դե ոչ մի բան ձեզ չեն տալու, դուք ընդեղ լինելու եք չուր կա, ու ձեզ տանելու են Ուկրաինայի համար կրվեք, ու հաճույքով ձեզան շատերը Ուկրաինա բանի Ռուսաստանի համար կկրվեք, Ղարաբաղի համար չկրվեք, Փաստեր եմ ասում, որը տենց է, ժողորջան, հիմա ուզում եք ասեք, չէ, ուզում եք ասեք, բոլորը տեսնեք, որ տենց է, 100,000 մարդ չի ընդունում Հայաստանի քաղաքացիություն,
Փողս տվեք ես քինամ, դու քինում ես քինա, արա ես քեզ փող պարտ չեմ։ Ես իմ պետությանն եմ ասում, տները սարքում եք հիմա Ղարաբաղցիների համար, որ բանը իրանք գնան ապրեն, բանը լավ եք անում, հա։ Բայց ուրեմն Եվրոպայում կա sense բան, սոցիալնի կվարտիրը называется։ Դա ինչ է նշանակում։ Այդ տունը ինքը իրավունք ունի ապրի։ Մինչև կյանքի վերջին իրավունք ունի ապրի։ Այդ տունը վաճառել ինքը իրավունք չունի։ Այդտենց պետք է սարքվի իրանց համար կվարտիրաները։ Իրա սեփականություն չի, տունը տալու եք, ծախելու եք գնա Ռուսաստան։ Կրկնում եմ, ծախելու եք գնա Ռուսաստան, դրան են սպասում, դրա համար քաղաքացիություն չեն վերցնում։ Իհարկե երազում են Եվրոպայի մասին, ծոծորակը կտեսնեք Եվրոպան չեք տեսնի դուք, իսկ Ռուսաստան դուք ուզում եք գնաք։ Գիտեք ընդ են կարակ, հա, զզվելի բառեր կա, բամնամ ստե ինչ անեն, բա Ռուսաստան գնաս ինչ անես։ Դեբիլոտ։ Այս երկիրն է քեզ տվել ամեն ինչը, Հայաստանն է տվել։ Եկակ ընդունեց, փողով ընդունեց, պետական, ես էլ չեմ ասում անհատ մարդկանց, այդ անհատ մարդկանցից մեկն էլ ես եմ։ Գումարը տվեց, ամեն ինչը տվեց, մարդիկ տվեցին, տները տվեցին, ինչքան մարդ գիտեմ, որ իրանց տները տվեց արցախցիներին։ Այդ մերսի ասեք, ձեզ պարտք են, ուրեմն մեր Հայաստանի հայերին եմ ասում, Ժողովուրդ ջան, այդ մենք ենք մեղավոր։ Մենք մեծացրեցինք մի հատ պակալինիա Արցախում, սովորացրեցինք, որ ձրիակերը դա լավ է։ Հայաստանը կանի, Հայաստան հափող կուղարկի, իրանք սովորեցին դա։ Այն նորմալ արցախցին հասկանում է, որ չէ, ապեր, ես եկել եմ ստեղ, ոչ շուտ բար չի, ես տեղ պետք է աշխատեմ, բայց շատ քիչ է։ Մի հատ էլ հիմա Ժողովուրդ ջան, այս տենդենցիա է սկսել, իրանց վախացնում են։ Ղարաբաղցիներին վախացնում են, քոչերանականները։ Չեն կարող միկրոֆոնը դեմը տալիս է, չի կարող խոսա, վախում է։ Եթե ինձ են այդ ուգրոզաները անում, բան ես թկած ունեմ, եթե ես ինչ-որ մեկից վախենայի, ես չի դառնային ինչ կամ։ Բայց այդ մարդը այդ վախենալու մկտոլորտից 30 տարի այդ վախի մեջ ապրած, ինքը գալիս է Հայաստան, ինքը սովոր է արդեն, որ իրանցից պետք է վախենա, իրար վախացնում են, ինքը սովորում է այդ վախին։ Հիմա վախեցած անում է այն, ինչը իրան ասում են։ Մեր պետությունը կարող է դրան դեմ կանգնի։ Դուք չեք պատկերացնում պրիվատում ինչեր են ինձ գրել, ֆեյք ակաունտերով մտնում գրում բան, հա, ներկո ոգեր, որ բաց ակաունտով է գրել, լավ է ես եմ, արցախցին է վախեցած արցախցին ամեն ինչը կորցրած եկել է Երևան, հիմա էլի Դավիթ են անում, որ սենց պետք է անես, թե չէ երդ կանից են։ Այդ մարդին վախում է։ Ստեղ հարցը մեր պետությանն է, դրա դեմը առեք։ Հետով են արա դրանք, հետով են դրանք, որ կարում են Երևանում ներողություն եք բառից համար դվիժենի անեն, բան անեն, մարդ վախացեն, դուք ով եք արա։ Ես ես ասել եմ, մի հատ եմ ասում, Երևանը այն քաղաքը չի, որտեղ դուք կարաք այդ բաները անեք, կդնեն կլղեն։ Ստեղին, որ հասավ, կդնեն կլղեն։ Ու կստացի նորմալ արցախցիները կմիանան ու իրանք երևանցիների հետ ձեզ կլղեն։ Դավադի տարիք արդեն արա։ Են պալատքի մեջ տեսակ ինչ էր կատարվում, հա, կադրերը շատերն են տեսել։ Զիված հարցակում են պատրաստում Հայաստանի կառավարության վրա։ Արա լուրջ եք ասում դուք, արա։ Այդ բորշը որեփում է կարողանալ եք լափեք։ Էլ եմ ասում լավ Ղարաբաղ ցուցավը տանեմ, այն, որը Հայաստանի Հանրապետությանը շնորհակալ է։ Այն, որը Հայաստանում հիմա քաղաքացիությունն է վերցել, աշխատանք է գտել եւ այլն։ Ես գիտեմ, ասենք մարդ, ինձ մոտիկ մարդ է։ Այն Ստեփանակերտում վերջի օրերը, որ են տրակում եղավ, բան, մատեր չունի այդտեղ, բան չունի, երեսը սա ասենց վիրավորված բան։ Համարդ գործա գտել, աշխատում է իր համար, ընտանիք է պահում եւ այլն, տուն է պահում։ Փոքր տուն չի, փոքր ընտանիք չի։ Հիմա իրան ասեմ, ցավը տանեմ, իմ հայն ես։ Երևանից ես, չգիտեմ, Լեննականից ես, որտեղից ես, հիմա Գյումրի չի, հա, արդեն Լեննական։ Իմ հայն ես։ Բայց այն կնիկը այն հելել է էֆիրում ասում է, իմ փողը տվեք, ես քինամ բանո, Ռուսաստան։ Այդ աբսուրդը մի հատ դուք բացատրեք, ախար այն մեծամասնության Ղարաբաղցիների հետ որ խոսում եմ, իրանք էլ են նույն բանը ասում։
Իրանք չեն հասկանում, տղեկ ջան, ձեզ ոչ ոք պարկ չի, գնացեք ձեր Շարամանյանից, որ ստորագրեց, տվեց, բանտիկով տվեց Արցախը։ Ու զենքը, միլիարդից ավել զենք տվեց։ Մի անգամ չտեսա հելնեք դեմը խոսակ։ Մենք էինք բաներ, արա 1000 անգամ ասվել է, այնքան մենակ ես չեմ ասել, լիք մարդիկ էֆիրով ասել են, էլ ինչ է տանք։ Ջահելության կյանքերը տանք, գումարը տանք, տեղը տանք, տունը տանք, ամեն ինչը տանք։ Հայաստանը 2 միլիոն մարդ կորցրեց, որովհետև գաղթեցին Արցախի պատերազմի պատճառով 90 թվերից մինչև հիմա։ Այդ օրն է տնկել։ Էլ ինչ է տանք, էլ ինչ եք ուզում։ Մարդը $1 միլիոն տանք, ասենք գնացեք Ռուսաստան։ Էլ եմ ասում, իմ վրա ես հարցակվել է, եթե դուք Լևոն Հայրապետյանը կերեք, ով եմ ես, կուտեք ու կուտեք։ Ու նորից եմ կրկնում, ով չի ընդունում Հայաստանի քաղաքացիություն, արցախցիներից, Հայաստանի Հանրապետությունում, իրանք նիլեգալ են։ Եթե դու նիլեգալ ես, դու ոչ մի իրավունք Հայաստանի Հանրապետությունում չունես։ Այդ ոնց որ ձեր սիրած Ռուսաստանը դու գնաք առանց դոկումենտի ապրեք, չեք կարա։ Կընդունես Հայաստանի քաղաքացիություն, կդառնաս Հայաստանի քաղաքացի, չես նիլեգալ, այդ ժամանակ այդ դուսը պալատկա դնելով չէ բան։ Քվեարկություն լինելու բանը, դու քունը ասա, փողից տվեք ես քինամ, հա, այդ ժամանակ կգրես կանես։ Հիմա դու ոչ մի իրավունք Հայաստանի Հանրապետություն չունես, դու նիլեգալ ես։ Այդ դրա դեմը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է առնի։ Հա, մի քիչ ժոստկ եղեք։ Ստացի ընտրությունների մասին, այս քվեարկությունների մասին եւ այլն։ Ընտրակաշառքի դեմ ժամանակը ցույց է տալիս, հա, որ Հայաստանի կառավարությունը չի կարում։ Դրա դեմ չի կարում։ Ընտրակաշառքները ոնց որ կային, տենց էլ կան։ Դրա համար Փարաքյար, Էշմիածին, Գյումրի, բան, սենց այն կողքերից կրծելով գալիս են, հասնում են իրենց ուզածին։ Չի կարողանում, ամոթ բան չի։ Մասնագետներ Եվրոպայից, Կանադայից, չգիտեմ որտեղից, բերեք մասնագետներ, ասեք չեն կարում, սովորացրեք։ Ամոթ բան չի դա։ Չեմ կարում, եկեք սովորացրեք դրա դեմ ոնց կանգնենք։ Քանի հատ զիբիլ չինովնիկ գիտեմ, անեց աշխատավարձներ ունի, կոսմический աշխատավարձներ ունի։ Ոչ բան չարեց, այսքան տարվա մեջ բան չի արել։ Մի ափսոսացեք փողս, մասնագետը բերեք Եվրոպա, այ այդ հարցի համար։ Նրանց տալիս եք սրան չեք տալի, թողա սովորացնի։ Ես այդ ընտրակաշառքի մասին շատ մանրամասն գիտեմ ժողովուրդ ջան, որովհետև ինքս եմ եղել, ինքս եմ բան գնում ենք ստուգում ենք ընտրությունների ժամանակ Արմեն Մկրտչյանի հետ էինք։ Կուշկա եղած, sense ջայլ տղեկ, հանցագործ աշխարհի տղեկ կային են բիզնեսմենի թուլեկը, կուշկա ավակած մարդկանց փող էին տալի, հենց բանի ընտրության բանի դեմը։ Մարդկանց փող էին տալու ու ամուսում էին։ Հələ մի հատ էլ նկար էին պահանջում։ Հա դրա դեմը առնելու են, թե չէ։ Եթե ընտրակաշառքով եղավ, Նիկոլ, մյուս ընտրություններին վիճակը շատ վատ առնելու, որովհետև նրանք փող ունեն այնքան, Հայաստանի բյուջեի շատ փող ունեն, կկաշառեն ու կանցնեն, իսկ հետո այդ կաշառվածները ոռնալու են, որովհետև մեկը 100-ին, էլ եմ կրկնում, կաշիները քերթելու են, այդ փողը անելու են, հո ես չեն պրոստը փողը տան, են փողը տալիս են լափամանը վերադարձնելու համար, ու հետ կբերեն լափաման ու կսկսեն կաշիները քերթել, այդ փողը հետ բերել։ Նիկոլ դեմ կանգնի դրան։ Լավ, բան խոսենք, մի բերքեն ժողովուրդ ջան։ Միացյալ Նահանգների մասին, տեսնում եք, ասենք ով հետաքրքրվում է միրավի ռինգի, հա, բյուրժը, ինչ տատանումներ ասենց, այսենց գնում է, մի հատ ամասուն են ընտրել,
Причем շատ հայերը իր կողմից են, почему-то մեր հայերին չես կարող հասկանաս։ Հիմա ասում են Տրամպը ինչ Տրամպը ոնց ինձ շատ են այդ հարցը տալի Ժողովուրդ ջան, սենց ասեմ։ Ինձ թվում է դա էս հարցն է, որ ռուսները ասում են «Вы нам дали Горбачёва, получите от нас Трампа»։ Ինչը կարում է քանդում է։ Ոնց որ Գորբաչովը, սովետական միությունը քանդեց, բան Փարքասու այդ սատանի երկիրը քանդվավ, ես սովետի կողմնակից չեմ եղել երբեք։ Բայց այսի հիմա ռուսների պատասխանը Տրամպին մեծացրեցին։ Նախագահ նշանակեցին։ Նախագահ նշանակել է Ժողովուրդ ջան, չի նշանակում, ասես բերեցին թևերից, նստացրեցին կրեսլոյին, չէ։ Դա մի քիչ ավելի խորը բան է, ավելի աֆերիստ բան է, նախագահ նշանակելու համար սկսում ես իր մասին սաղ պրոպագանդան միացնել, որ ինքը լավն է, ինքը կփրկի։ Լուբոյ հակառակորդիդ մասին գրում ես վատը, վարկաբեկում ես հակառակորդներին իրան ֆինանսավորում ես եւ այլ եւ այլ։ Այ բերեն նստացնելը դա է նշանակում։ Ռուսները Տրամպին շատ օգնեցին։ Իր ցանկացած հակառակորդին, սա ռուսական պրոպագանդան միացած, դուք էլ մի մտածեք, որ ռուսական պրոպագանդան դա բաններ, ORT-ներ, չէ, Եվրոպայում, Ամերիկայում իրանք լիքը իրաց առանց կանալներ ունեն։ Թող մարդկանց մտքով անգամ չի անցնում, որ այսի ռուսական կանալ կարող լինի։ Ու Տրամպի հակառակորդներին տես վարկաբեկելով, Տրամպին գովալով եւ այլ, ֆինանսավորելով եւ այլ, եկավ։ Вот получите вместо Горбачёва։ Այն էլ ինչ կարում է անում է, Ամերիկան քանդելը հարց չունի։ Օրը երկու անգամ օրենքա փոխում, մեկ ասում է էսա, մեկ ասում է այնա։ Երեք ընկերների հետ կանգնած ասում են իմ ընկերները այս քանի օրը միլիարդներ աշխատեցին։ Դա ասում է ամենահզոր երկրի նախագահան։ Հիմա ու արդեն խոսակցություններ են սկսել, որ Տրամպը կարա գնա երրորդ սրոք։ Արդեն ինքը բացում է այդ խոսակցությունները։ Ու այդ Ամերիկայում դժվար ժամանակներ են լինելու, Աստված տա, ելի եմ ասում, այս փոթորիկից Հայաստանի Հանրապետությունը կարողանա դուրս գա, որովհետև մենք հայերը вообще գլոբալ ազգ ենք, Ժողովուրդ ջան, մենք ավելի շատ մտածում ենք Ուկրաինայի մասին, Ուկրաինայի վերջը ինչ կլինի, այս բանի վերջը ինչ կլինի բան, քան Հայաստանի մասին։ Այմարդ, ես ցավում եմ Ուկրաինայի համար, ես ցավում եմ այդ ամեն ինչի համար, բայց իմ համար ամենակարևորը Հայաստանն է, Արմենիա прежде всего։ Մենք այս սիտուացիայից կարողանանք դուրս գանք։ Եթե կարողանանք մենք Տրամպին օգտագործենք մեր օգտին, Փարքասը։ Ժողովուրդ ջան, երկու բառ էլ բանակից խոսեմ, անենց թեմայա, որ չես կարող խորանաս, բայց հենց ասեմ, բանակում լավ փոփոխություններ է, հիշում եք, ես դեկտեմբերին ասել էի, որ ամառը դուք մեր զինվորին ուրախ ու զարմացած կնայեք, որ իր հագուստը, իր բանը, սապոգները, իր բանը լրիվ ուրիշ ձև առնելու, իր կասկեն եւ այլը։ Հլը ամառը չի, բայց արդեն երևի տեսնում եք մեր զինվորները, շատ մեծ փոփոխություններ կա, մինչև ամառ լրիվ է փոխվելու, լրիվ փոխվում է Ժողովուրդ ջան, բրանեժիլետից բռնած, ամեն ինչից բռնած։ Դա Փարքասու։ Անում են, չեմ կարող ասեմ, որ չեն անում, այսքան քրիտիկա անելով լավն էլ պետք է ասել, չէ, ինչը կա, ասում ենք։ Ռազմաարդյունաբերությունից էլ ասեմ, ես մոտ 2 տարի առաջ ասում էի, որ Հայաստանը կունենա լավ բան, то մի քանի ամիս առաջ ասացի, որ проходит последнее испытание։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ ստացվել է, մեր Հայաստանը հզորանում է։ Լեմ ասում, ցավոք չեմ կարող ասենց այդ ֆիրմ ասեմ, բայց լավ բաներ է ստացվել։ Դա չի հերիքում մենք Թուրքիա հաղթենք, բայց մեր վրա հարձակվել է այնպես դուրդուբեշ անստելու, որ այդ հաղթանակը իմաստը կորցնում է, սենց ասեմ։ Մեզ ժամանակա պետք։ Ինչը ստացվել է, դա պետք է մտնի զորքեր, պետք է մտնի բան, ժամանակա պետք։ Բայց Հայաստանը ուժեղանում է։ Էլ եմ ասում, այսքան քրիտիկա անելով, ես լավն եմ ասում, Ժողովուրդ ջան, ինչը կա։ Նայել։ Կստати, շատերը մտածում են, ես Նիկոլի պատերժկաբան, ես Նիկոլի պատերժկանում եմ։
Բայց ունեցի որ քորու բան ինչ անի Նիկոլը ճիշտ է բան չէ ոչ մի դեպքում ես իրան այնքան քրիտիկա եմ անում որ գնա գալիս եմ ու հիմա էլ եմ անում բայց ինչը լավը կա արվում ես դա էլ եմ ասում այո մեր բանակը ուժեղանում է այսօրվա օրով մոբի հարցը շատ բարդ է այս որ տանում են այս 25 օրով տղեկին բան եւ այլը Ես խնդրեմ պաշտպանության նախարարությանը գլխավոր շտաբին մի հատ ուշադիր եղեք այնտեղ կոմիսիաներ ուղարկեք տան բարդակ բանակի համար անում եք լավ բաներ փառքասու բայց այդ մոբը կամ վերացրեք ընդհանրապես մի հավաքեք մարդկանց կամ եթե տանում եք տարեկանից որ այդ մարդիկ իրոք այնտեղ բան սովորեն այդ 25 օրվա այդ բաներին որ տանում եք դուք տանում եք որ ինքը հիշի Շատերը հիշեն, շատերը նոր սովորեն եւ այլը, չէ՞, դեռ ոչ մի բան չեն սովորում։ Կրկնում եմ, տամ բարդակ։ Կոմիսիաներ ուղարկեք դուրս տուգեն։ Ու ինչքան հիվանդ տղամարդ այնտեղ, այնքան որ թղթերի մեջ սա բանը գրած լինի, որ այսքան մարդ պետք է հավաքել, այսքան մարդ հավաքում ենք։ Իսկ ինչքան հիվանդ մարդ են տարել այնտեղ, կոմիսիա ուղարկեք դուրս տուգեն։ Եվ մեր աստակամպանիայից էլ խոսեմ, Ժողովուրդ ջան, աշխատանքներ մեծ գնում են, էլ եմ ասում, ցավոք չեմ կարա շատ բաներ ասեմ, բայց լավ բաներ կան, Ժողովուրդ ջան, լավ բաներ մեր մոտ ստացվում են, տեսնենք ոնց կլինի, ինչ կլինի, բոլոր դեպքերում ես անձամբ շնորհակալություն եմ ուզում էֆիրում ասեմ Մղթար Հայրապետյանին, IT տեխնոլոգիայի նախարարին, Սենց աշխատանք, որը հիմա ինքն է անում, այս 7 տարվա մեջ չի եղել։ Մեծ աշխատանքներ անում մարդը, թե բանակի համար, թե բանի համար, արվում է։ Մեզ ոչ մի բանով չի օգնել, Ժողովուրդ ջան, ես սենց չի, որ մեզ օգնել է, մեր կամպանիային է օգնել մեր բան, ես հիմա սենց անձամբ շնորհակալ ոչ։ Ես տեսնում եմ իր աշխատանքը Հայաստանի Հանրապետության համար։ Բրավո, սենց կասեմ։ Լավ, այսօր այսքանը Ժողովուրդ ջան, մի քանի օր հետո Արտակ Ղուկասյանի հետ կմտնենք էֆիր, քիչ կզրուցենք, խոսենք։ Ինձ թվում է բոլորիդ հետաքրքիր է, որ Արտակի հետ եմ լինում, այնտեղ էլ լավ բաներ կա ասելու։ Լավ եղեք, գրկում